Բարև։ Իլոն Մասկը ներկայացրել է Մարսի գաղութացման ամենահավակնոտ ճանապարհային քարտեզը, ու սկսվել է ամեն ինչ ոչ թե թվերից կամ գծագրերից, այլ հայտարարությունից։ Մարդիկ առաջիկա 20 տարիների ընթացքում կվերածվեն միջմոլորակային տեսակի, իսկ առաջին առաքելությունները կսկսվեն արդեն 1.5 տարուց։ Starship տիեզերանավի պրոտոտիպի փայլուն մետաղի ֆոնին Մասկը բարձրացել է բեմ ու պատմել, թե կոնկրետ ինչպես է նա պատրաստվում կարմիր մոլորակ հասցնել բեռի միլիոնավոր տոննաներ ու հազարավոր մարդկանց առաջին անդրերկրային քաղաքակրթությունը կառուցելու համար։ Գլխավոր նպատակը մարսյան կայանը լիարժեք անկախ դարձնել երկրից։ SpaceX-ի ինժեներների հաշվարկներով դրա համար անհրաժեշտ կլինի կարմիր մոլորակ հասցնել ոչ պակաս քան 1 միլիոն տոննա բեռ, շինարարական մոդուլներից ու էներգետիկ կայանքներից մինչև բժշկական սարքավորումներ, մանրադիտակներ ու վիտամիններ։ Մասկը հատուկ շեշտում է, եթե մոռանանք վիտամին C-ն, մարդիկ չեն գոյատևի։ Նման ծավալների հասնելու համար ընկերությունը կառուցում է այսպես կոչված Գիգաբեյը տիեզերանավերի արտադրության աշխարհի խոշորագույն գործարանը։ Այն տարեկան կարտադրի մինչև 1000 միավոր Starship տիեզերանավ։ Նախագծի սրտում Raptor 3 շարժիչն է, որը ըստ Մասկի իսկական տեխնոլոգիական ձեռքբերում է։ Այն աշխատում է առանց պաշտպանական պատյանի, անգամ շիկացած պլազմայի պայմաններում։ Բոլոր համակարգերը ներդրված են անմիջապես շարժիչի կորպուսում։ Դա թույլ է տվել պարզեցնել արտադրությունն ու նվազեցնել քաշը։ Ամենաբարդ խնդիրը ջերմային վահանն է, որը պետք է դիմանա մարսյան մթնոլորտով բազմաթիվ թռիչքների եւ վայրեջքների։ Խնդիրը նրանում է, որ Մարսի մթնոլորտի խիտ շերտերում ածխաթթու գազը ստեղծում է ազատ թթվածնի բարձր կոնցենտրացիաներով ագրեսիվ պլազմա, որը ոչնչացնում է նյութը 2-ից 3 անգամ ավելի արագ, քան Երկրի մթնոլորտը։ Դրա դեմ կայուն բազմակի օգտագործման պաշտպանություն առայժմ գոյություն չունի, սակայն SpaceX-ը շարունակում է այն մշակել։ Մասկը ներկայացրել է ապագա մեկնարկների գրաֆիկները 26 ամիսը մեկ անգամ, երբ Երկիրն ու Մարսը առավելագույն մոտենում են, SpaceX-ը պատրաստվում է ամբողջ նավատորմեր ուղարկել կարմիր մոլորակ, յուրաքանչյուր պատուհանի ընթացքում 1000 տիեզերանավ։ Առաջին թռիչքները տեղի կունենան առանց մարդկանց մասնակցության։ Optimus ռոբոտները կզբաղվեն էներգետիկ համակարգերի, ենթակառուցվածքների, մեկնարկային հարթակների ու կենսապահովման օբյեկտների կառուցմամբ։ Միայն երբ մարսյան կայանը պատրաստ լինի, կսկսվի մարդկանց տեղափոխումը։ 2025 թվականի վերջին մեկնարկի պատրաստվող Starship 3-ը կդառնա պատմության մեջ ամենաբարձր եւ հզոր տիեզերանավը։ Մեքենայի բարձրությունը կհասնի 142 մետրի, այն կունենա 42 շարժիչ ու կկարողանա ուղեծիր հանել 200 տոննա օգտակար բեռ։ Դա գրեթե 3 անգամ գերազանցում է գոյություն ունեցող ցանկացած հրթիռի հնարավորությունները։ Ելույթի վերջում Մասկը հիշեցրել է, թե ինչու է նա ընդհանրապես որոշել դրանով զբաղվել։ Մարսը քաղաքակրթության պահուստային պատճենն է։ Մենք չգիտենք, ինչ տեղի կունենա Երկրի վրա, սակայն եթե մարդկությունն ունենա երկու ինքնաբավ մոլորակ, գիտակցության գոյատևման շանսերը կտրուկ կաճեն։ Մասկն ավելացրել է, որ Մարսի վրա մարդկությունը հնարավորություն կստանա ամեն ինչ սկսել զրոյից, ստեղծել կառավարման նոր ձևեր, նոր օրենքներ, նոր մշակույթ։ Մարսյան քաղաքակրթությունը չի լինի երկրայինի ճշգրիտ պատճենը, նշել է Մասկը։ Ինչպես է ժանտախտը սովորել գոյատևել։ Գիտնականների նոր աշխատանքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր համավարակի հետ ժանտախտի մահաբերությունը նվազել է, ինչը թույլ է տվել հիվանդությանը չանհետանալ։ Կանադայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ավստրալիայի գիտնականները ուսումնասիրել են ժանտախտի հարուցիչի Yersinia pestis մանրեի գենետիկական մուտացիաները 3 պատմական համավարակների ընթացքում եւ եկել անսպասելի եզրակացության։ Ժամանակի հետ մանրեն դարձել է պակաս մահաբեր, բայց ավելի կենսունակ։ Այս հայտնագործությունը բացատրում է, թե ինչու ժանտախտը մինչև հիմա գոյություն ունի չնայած իր առանձնագի կատաղի դրսևորումների վերացմանը։ Պատմության ընթացքում մարդկությունը բախվել է ժանտախտի գրանցված 3 խոշոր համավարակների հետ։ 6-ից 8-րդ դարերում մոլեգնում էր Հուստինիանոսի ժանտախտը, 15-ից 19-րդ դարերում Սև մահն ու դրա հետևանքները, ու երրորդը ասիական համավարակն է, որը սկսվել է 1855 թվականին ու առանձին օջախներում շարունակվում է մինչև օրս։ Դրանցից յուրաքանչյուրը սկսվել է աղետալի բռնկումներից ու մասսայական մահերից, սակայն ինչպես պարզվել է ժամանակի հետ ժանտախտը ավելի փափուկ է դարձել։ Հանելուկի բանալին PLA գենն է, որը պատասխանատու է մանրեի վիրուլենտության համար։ Գենը կոդավորում է սպիտակուց, որն ակտիվացնում է պլազմինոգեն ֆերմենտը։ Վերջինս վնասում է հյուսվածքները եւ օգնում մանրեին արագ տարածվել օրգանիզմով։ Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր համավարակի մեկնարկից 100 տարի հետո այս մանրեի շատ շտամերի մոտ սկսվել է նշված գենի պատճենների քանակի դանդաղ նվազում։ Ինչու է այդպես տեղի ունենում։ Համավարակների սկզբում ժանտախտը տարածում էին մարդկանց հարևանությամբ ապրող առնետների խոշոր եւ խիտ պոպուլյացիա
պոպուլյացիաները։ Խիստ վիրուլենտ եւ մահաբեր շտամները արագ տարածվում էին ու վարակում բոլորին, սակայն մահացության աճի հետ կրծողները անհետանում էին։ Նրանց պոպուլյացիաները ֆրագմենտավորվում էին, փոքրանում ու մեկուսացվում, ինչը խոչընդոտում էր ժանտախտի առանձնակի մահաբեր տեսակների հետագա տարածմանը։ Սակայն պակաս ագրեսիվ շտամերը էվոլյուցիոն առավելություն էին ստանում։ Դրանք ավելի դանդաղ էին վարակում առնետներին, թույլ էին տալիս նրանց ավելի երկար ապրել, ինչի շնորհիվ հասցնում էին տարածվել։ Այսպես ժանտախտը պայթյունային համավարակներից անցել է մինչև հիմա պահպանված բնական ռեզերվուարներում թաքուն գոյության։ Այս մեխանիզմը թույլ է տալիս հասկանալ ոչ թե միայն ժանտախտի էվոլյուցիան, այլև այն, թե ապագայում ինչպես իրենց կպահեն այլ վարակիչ հիվանդությունները, այդ թվում COVID-19 ու նոր պոտենցիալ պաթոգենները։ Պատկերացրեք սովորական մի օր աշխատանքից վերադառնում եք տուն ու հանկարծ շուրջ բոլորը ամեն ինչ օտար է դառնում։ Քաղաքը, փողոցները, մարդիկ, անգամ ձեր ընտանիքը, սակայն դուք ինքներդ նույն մարդն եք։ Այս շաբաթ կխոսենք Մութ նյութ սերիալի մասին։ Սա լարված գիտաֆանտաստիկ թրիլեր է, որի յուրաքանչյուր էպիզոդ ստիպում է հարցնել՝ իսկ ինչ, եթե իմ իրականությունը միակը չէ։ Այստեղ քվանտային ֆիզիկան չոր գիտությունից վերածվում է անձնական դրամայի, իսկ ընտրությունը ոչ թե սովորական որոշման, այլ պորտալի դեպի այլ աշխարհ։ Ինտելեկտուալ սյուժե, ուժեղ դերասանական խաղ ու տպավորիչ վիզուալ։ Այս ամենի շնորհիվ Մութ նյութը վերածվում է հետաքրքիր ուղևորության իրականության ամենախորհրդավոր հատվածներով։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։